հատուկ մի թեմայի շուրջ է ուզում խոսել, որը շատ է արծարծվում հիմա ազգային ժողովում, կիսա լեգիտիմ ազգային ժողովում, որտեղ Հայաստան դաշինքն ու ուժեղ Հայաստանը գոյություն ունեն միայն, խոսքը Էդգար Ղազարյանի, այժմ падգամավոր մասին է, ով հենց այս աթոռից 3 տարի առաջ, 2024 թվականին խոսել էր սակրավորների մասին, ինչ էր ասել։ Ուրեմն Տավուշում սրանք հանձնում էին մեր տարածքները սահմանադրության խախտումով, 205-րդ հոդվածը սահմանադրության խախտում էին, որ Հայաստանից չի կարող որևէ տարածք զիջվել առանց հանրաքվեի, փոփոխություն չի կարող արվել։ Այո, նաև տարածքային ամբողջականության երաշխավորն է։ Մյուսը նրանք հանձնում էին լավագույն բարձունքները, դե սրանց օրոք մնացած լավագույն բարձունքները Հայաստանի, այդ Տավուշի ամրոցը։ Հիշեցրու, որ ինքը ինչ պարտությամբ է խոսում, արկղներով, մեդալներով հերոսու կոչումներ էր տալի, որ այդ Հա, մի հատ ես ավարտեմ։ Մի հատ միտքս ավարտեմ, թելը չկտրվի։ Ուրեմն նորից վերադառնանք սահմանադրության խախտում 205-րդ հոդված, եւ ինչ այլոց սա կարող եք կտրել ռիլ սարքեք, սա կարեւոր է։ Սահմանադրության խախտում 205-րդ հոդվածով հանձնում էին մեր տարածքները առանց մեզ հանձնելու։ Լավագույն բարձունքները, այսինքն հայկական ամրոցն էին հանձնում հյուսիս արևելյան շրջանի։ Ինչպես նաեւ նրանք հանձնում էին տարածք, որի համար հայ զինվորներն ու ոստիկանները իրենց կյանքն էին տվել այդ շրջանում, այդ Տավուշի այդ շրջանում։ Ուրեմն, բայց ինչ էր տեղի ունենում։ Տեղի էր ունենում մի բան, որ սենց հիերարխիկ հրամանատարությամբ, Նիկոլ Փաշինյան դավաճանի հրամանատարությամբ իջավ, հասավ մինչև զինվոր, մինչև սակրավոր, մինչև սպա, որոնք պետքա ականազերծեին այդ տարածքը, որը հանձնվում էր Ադրբեջանին, այսինքն պետքա մերոնք կարմիր գորգ փռեին Ադրբեջանի առաջ, որպեսզի նրանք խրվեն Հայաստանի մեջ եւ հայ գյուղացու կյանքը ավելի խոցելի դարձնեն, ինչպես նաեւ քաղաքացիների կյանքերը ավելի խոցելի դարձնեն։ Եվ չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնով կա երթում, որ երբ ծառայության է անցնում զինվորը եւ սպան, նրանք երթում են տալիս եւ այդ երթման մեջ ասվում է, որ նրանք պատրաստվում են անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայրենիքին ու դրա համար չխնայել իրենց կյանքը եւ պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ուրեմն այդ գործողությունները կատարողները նրանք աշխատում էին ի վնաս հայրենիքի եւ ըստ իրենց երթման, այո, նրանք պատասխանատու են իրենց կյանքով։ Այսինքն այնինչ Էդգար Ղազարյանը այստեղից ասել է, ոչ թե ասել է որպես զուտ Էդգար Ղազարյան ընդ որում, այլ դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության զինվորականների երթման մեջ։ Եթե դուք ճանապարհ եք բացել մեր հայրենիքը թշնամու առաջ, ուրեմն ըստ ձեր երթման անցնում եք պատասխանատվության եւ անկախ նրանից թե քանի դավաճան եւ քանի չզոհված եւ քանի տրուսիկ չունեցող պաշտպանության ծառայության ժամանակ ինչ որ անհեթեթ բաներ կասի եւ կփորձի մեղադրել Էդգար Ղազարյանին ու ներողություն խնդրի։ Ոչ ոք չպետք է ներողություն խնդրի նրա համար, ինչի համար զինվորը երթում է տվել։ Ոչ մեկ, ոչ էլ Արամ Վարդևանյանը ինչ է նշանակում ներողություն խնդրել։ Մի բանի համար, այն էլ ինչ որ մեկի արչեւ, ով որ Արցախն է հանձնել 150,000 մարդ է էթնիկ զտել, 5,000 զոհ է տվել եւ մինչեւ հիմա չկան այդ ցուցակները։ 30,000 երեխայի տուն-տնից զրկել են, ընդ որում եւս 200 հոգի ու Տավուշի այդ եւ Տավուշի այդ ջերմուկի բանի Սյունիքի նաեւ բանի մարտերի ժամանակ են զոհվելու, մինչեւ հիմա նրանց անունը հիշատակման օր չկա եւ դրանից հետո 2023 թվականին Արցախում 216 հոգի արցախցի զոհվեց ու կրկին նրանց հիշատակին որևէ պետական ինչ-որ արարողություն չկա։ Ու ունեն նստած ինչ-որ տրուսիկ չունեցողներ ասում են, որ դուք հայ զինվորի մահն եք ցանկանում, այդ դուք չեք ցանկանում հայ զինվորի մահը, որ ադրբեջանցին, որ հերիք չի դավաճանությամբ տարածքները տալիս են, որ ադրբեջանցի զինվորը չմահանա, հայ սակրավորին եք ուղարկել, որ մաքրեն,
ու հերիք չի ուղարկել եք հայ սակրավորին մաքրելու ու նրանց էլ թաթախելու ձեր դավաճանության մեջ, ձեր երազանքն է որ բոլորը զոհվենք եւ այդ երազանքը ամրագրվել է հոդու չես զոհվել արա ասելով Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դուք տարել եք ինձ, իմ ընկերներին զենք եք տվել, ասել եք հայրենիքն եք պաշտպանում, սա մեր սարդարապատն է եւ մենք վերցրել ենք այդ զենքը ու հպարտությամբ գնացել ենք հայրենիքը պաշտպանելու, որ հետո այդ մեր պաշտպանածը եւ իմ ընկերների արյունով պաշտպանածը հանձնեք Ադրբեջանին ու ասեք դա երբեք մերը չի եղել։ Այսինքն հայ զինվորին սպանել եք, որպեսզի հանձնեք Ադրբեջանը, ու սրա համար այս ամբողջ այս կոնտեքստի մեջ ինչ որ մեկը պետք է ներողություն խնդրի, ես կրկնում եմ, որևէ մեկը զինվորականի երթման համար այն պատասխանատվությունը, որը ստանձնել է զինվորը, պետք է պատասխանատվություն չկրի, ներողություն չխնդրի։ Այո, հայ սակրավորը մտել է այնտեղ եւ հիերարխիկ դավաճանական հրամանով կատարել է մի բան, որը իր երթմանը հակասում է եւ ինքը երթում է տվել, որ պետք է կյանքը չխնայի հայրենիքի պաշտպանության համար։ Սա սրա մասին եւ չկաշկանդվեք սրա մասին խոսելուց, ես հասկանում եմ դավաճանները իրենց այդ տրեյնինգ արած դեմքերով տրեյնինգ արած չվախենակ հա, այդ իրանց տրեյնինգ արած դեմքերով են, որ սենց գնացել են այդպես բոտեքսի, որ ասես կնճիռներ չերևա, սենց իրանք բան են, էլի, այդպես զգացմունքներ չունեցող բաներ են, այդպես ռոբոտիկներ են իբրև, սենց դուք հայ զինվորի մահն եք ցանկացել, դուք սպանել եք հայ զինվորին, որ իր պահածը հանձնեք Ադրբեջանին, այ քեզ բան։ Այն զինվորը, որը իր երթման համաձայն կատարում էր իր պարտականությունը, չէր խնայում կյանքը հանուն հայրենիքի, դուք հանձնեցիք Ադրբեջանի եւ ասացիք մերը չի։ Ավելի վատ է, ոչ միայն հանձնեցիք դավաճանաբար, այլ ասացիք մերը չի։ Իհարկե, սրա խնդրեմը այն է, որ դուք 2020 թվականից հետո մնացել եք որպես մաֆիոզ ուժ, այո, բռնի իշխանության, բայց այդ չեմ կարծում, որ խնդիրը, որովհետև աշխարհը գնում է զարգացման եւ Հայաստանում ժողովուրդը վերադարձնելու է իշխանությունը իրեն։